Տարեցների համար էր շատ դժվար, մեկ էլ այդ չեմ մոռանա երբեք։ Ունեինք տարեց մարդիկ, ովքեր արդեն տարիներով անկողնային վիճակում էին, գյուղում չէինք տեսնում, էլի տանն էին միշտ, ու դե պիտի իրանց էլ դուրս բերեինք անտառներից։ Ինչպես էին սենց լացելով, գոռալով խնդրում, որ մի քաշեք մեզ, թողեք էստեղ մնանք, դուք գնացեք, դուք դուրս եկեք, դուք ջահել եք, բայց դե պիտի դուրս բերեինք ամեն գնով։ Մի կերպ հասնում ենք Մսմնա գյուղ, արդեն գիշեր էր։ Մինչև գիշերվա արդեն ճիշտ ասած չեմ հիշում, քանիսը մնում ենք Մսմնա գյուղում, հետո արդեն մեքենաներով մեզ տեղափոխում են Ստեփանակերտ։ Ես բալիկիս ու ամուսնուս տատիկի հետ Ստեփանակերտի օդանավակայանում եմ հայտնվում։ Մնացածը մայրիկս, կեսուրս տարբեր տեղեր, որ մեքենայում տեղավորվում էինք, նստում էինք, անգամ չէինք տեսնում ով ում հետ է նստում։ Դրա համար իրարից բաժանվեցինք։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ դիրքերում արդեն եղբայրս զոհվել էր ու գյուղի շատ ջահելներ։ Եթե գյուղի ներքևի հատվածում չլիներ այդ մի քանի ժամյա դիմակայությունը, մենք երևի չէինք հասցնի գյուղի անտառներով դուրս գալ։